Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն, որ հաստատ մնան չշարժվողները, Եբրայեցիս 12:27։ Ներկայումս մենք շատ բաներ ունենք, որոնք կարող են շարժվել, և վատ է, որ քրիստոնյան տարվում է նման բաներով, քանի որ այս երերուն երկնքի տակ ոչ մի հաստատուն բան չկա, ամեն բան անցողիկ է և փոփոխական։ Այնուամենայնիվ, կան նաև որոշ չշարժվող բաներ, և ես առաջարկում եմ այս երեկո խորհել դրանց շուրջ, որպեսզի երբ բոլոր շարժվող բաները վերցվեն քեզանից, դու իրական մխիթարություն ունենաս չշարժվողների մեջ, որոնք մնալու են, ինչպիսին էլ որ եղել են քո կորուստները, կամ ինչպիսին էլ որ դրանք կլինեն, միևնույն է, դու հավիտենական փրկություն ունես, դու կանգնած ես նրա խաչի տակ, և քո հույսն ու վստահությունը բացառապես Հիսուսի արյան արժանիքների վրա են։ Աշխարհում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն, ոչ մի տնտեսական աճ կամ անկում չեն կարող ազդեցություն թողնել նրա մեջ ունեցած քո փրկության վրա։ Ոչ մի բանկի ձախողում ու սնանկացում չեն կարող դիպչել դրան։ Դու Աստծո զավակ ես, Աստված քո հայրն է, հանգամանքների ոչ մի փոփոխություն չի կարող խլել դա քեզանից։ Գուցե կորուստները աղքատության են հասցրել քեզ և ամբողջովին մերկ թողել, սակայն դու կարող ես ասել, նա իմ հայրն է, իմ հոր տանը շատ բնակարաններ կան, այնպես որ ես կարիք չունեմ անհանգստանալու։ Դու մեկ ուրիշ մնայուն օրհնություն էլ ունես, Հիսուս Քրիստոսի սերը։ Նա, ով միաժամանակ Աստված է և մարդ, սիրում է քեզ իր ջերմ ու քնքուշ սրտի ամբողջ զորությամբ և ոչինչ չի կարող ազդել դրա վրա։ Թեև թզենին չծաղկի և որդերի վրա բերք չլինի, կտրվի ոչխարը փարախից և արջառ չլինի գոմերում, Ամբակում 3:17, միևնույն է, դա նշանակություն չունի այն մարդու համար, որ կարող է երգել «Իմ սիրեկանն իմն է, և ես նրանը», Երգոց 2:16։ Մեր լավագույն բաժինն ու ժառանգությունը մենք չենք կարող կորցնել, ինչպիսի դժվարությունների էլ բախվենք, եկեք տղամարդ լինենք, եկեք ցույց տանք, որ մենք փոքր երեխաներ չենք, որ ընկճվենք այս թշվառ ու անցողիկ ժամանակների իրադարձություններից։ Մեր երկիրը Էմանուելի երկիրն է, մեր հույսը երկնքից վեր է, ուրեմն մենք կարող ենք օվկիանոսի պես հանդարտ լինել։ Մենք տեսնելու ենք երկրածին ամեն բանի ավերումը, սակայն ցնծալու ենք մեր փրկության Աստծով։